հասկանանք հարաբերությունները ոնց են եկեղեցու հետ։ Աշոտը ինչ, որտեվ գիտենք, ասենք նույն արշակունիների շրջանում մշտական պայքարն էր հոգևորի եւ աշխարհիկի, այստեղ ոնց էր։ Բաղրատունյա շրջանում ակնառու պայքար եկեղեցու եւ իշխանության, քաղաքական իշխանության միջև առնվազն միջև Պետրոս Գետադարց, երբ որ կսկսի պետության անկումը, արձանագրված չէ։ Ավելին կա մի տենդենս, երբ որ թագավորը ինքն է որոշում, թե ով պետք է լինի հայոց կաթողիկոս։ Մենք դա գիտենք, թե Գևորգ Գարտնեցուց, թե դրանից առաջ Զաքարիա Զագեցուց, եւ թե նաեւ նույն Հովանես Դրասխանագերցուց, որ ասում է, որ թագավորը ինձ առաջ քաշեց, ասեց դա պետք է լինի կաթողիկոս, բայց կա մի հետաքրքիր դաշտ, որը նաեւ եթե չեմ սխալվում, հազար ներողություն, նաեւ աղվանից կաթողիկոսի նշանակման հետ կապված նույնպես, հա։ Հիմա տեսեք, թե ինչպես է սա եղել։ Սա բավական հետաքրքիր դաշտ է, որովհետեւ երբ որ մենք խորանում ենք, տեսնում ենք, որ պետությունը լինելով տարածաշրջանային տերություն եւ իր կազմը ունենալով քաղաքեդոնական ժողովուրդներ, հայեր, վրացիներ, ինքը շատ արմատական եկեղեցական քաղաքականություն չի վարել, այսինքն առաջին պլանում չի դրել հայոց եկեղեցուն, եւ սա օրինակ մի դեպքից ակնհայտ է։ Մենք ունենք Սահակ Մռութ եպիսկոպոս, որը տայքում է եղել, մոտ 863-ին իրեն այնտեղից քշում են քաղաքեդոնականները։ Եվ դրա համար որևէ պատժի չեն արժանանում։ Մենք ունենք տեղեկություն երկու աշոտների մասին, Մսակերի եւ Աշոտ Մեծի, թե ինչպես են քաղաքեդոնականները փորձում նրանց դավանափոխ անել։ Այսինքն կա վիճակ, երբ որ հայոց եկեղեցին ճիշտ է պետության պաշտոնական եկեղեցին է, թագավորին օծում է ինքը, բայց կարծես թե դա պետության պաշտոնական եկեղեցին չէ, ընդհանուր իմաստով կա մի փոքր բաց դաշտ։ Դրա համար ուրեմն Անանյա Մոկացին մեր եկեղեցու պատմության մեջ, մեր կաթողիկոսների մեջ իմ կարծիքով լավագույններից մեկը, եթե այդպիսի մի քանի կաթողիկոս լինեին այդ միջև այդ ընկած ժամանակ եւ դրանից հետո, ես վստահաբար կարող եմ ասել, որ մեր պատմության ընթացքը մի փոքր այլ կլիներ։ Անանյա Մոկացին ասում է իմ գահակալությունից առաջ, ասում է մոտ 70 տարի, ուղիղ 69 տարի, ասում է մի ապստամբություն կար երկրում, ինքը դա կոչվում է աղվանից ապստամբություն, այդ ձեր ասացի հետ կապված։ Ասում է, երբ որ Մերոն օրհնեքը, որը պետք է կենտրոնացված արվեր, այնտեղ ինքնուրույն էին անում։ Սա ապստամբություն է դիտարկվել, որտեղ միայն Մերոն օրհնեկի հարցը չի, գործնականում չեն ենթարկվել, օգտվելով նշածս իրողություններից, երբ որ քաղաքական իշխանությունը եկեղեցական հարցերին առանձնապես ուշադրություն չէր դարձնում եւ հայոց եկեղեցու առաջնությունը հաստատելու քայլեր չէր ձեռնարկում։ Օրինակ Անանյա Մոկացին գնաց Աբաս թագավորի մոտ, սա շատ հետաքրքիր բան է, ասում է Աբասին ասցի, այսպես չի լինի։ Այս ամեն ինչը մեր երկիրը քաղցկեղի պես ճարակում է ու ասում է ես նրան հորդորեցի, որ դա արքայասած դրաման այդ խնդիրները լուծելու։ Թագավորի ձորքը վերցնում է, գնում է խնդիրները լուծում։ Այսինքն մենք տեսնում ենք, որ այստեղ արդեն պետությունը Աբասի օրոք որոշում է կայացնում կանգնել եկեղեցու կողքը։ Այդ Աշոտի ժամանակ ավելի այսպես հանդուրժող էր, սորվա տերմիններով ասել։ Գիտեք ինչի Աբասն էլ որոշեց, որովհետև քաղաքեդոնականները անցան գրոհի։ Այն Բերիշխանը, որ եկել էր, հիշում եք, Գևորգ Մարզպետունուս կհիշեք։ Այո։ Երբ որ Բերիշխանը եկել էր, նա գործնականում սպառնում էր, որ եկել է Կարսի առաքելոց եկեղեցին, որ այդ բանը նոր ավարտված էր, օծելու քաղաքեդոնական ծեսով։ Եվ դրա համար Աբասը հասկացավ, որ այսպես թողնել չի կարելի, եւ Անանյա Մոկասն նրան դա գլխի գցեց։ Աբխազ, հա, ճիշտ եմ հիշում, Աբխազած բեր իշխաններ, նրանք ասում են թագավոր, իրականում այդպիսի թագավոր այնտեղ չի եղել, այդ պահին աբխազիական թագավորությունը Գեորգիեի գլխավորությամբ գտնում էր հզորության գագաթնակետին եւ Աբասի կողմից ջախջախվել էր, բայց հիմա եկեղեցական քաղաքականության տիրույթը այսպեսին էր։ Եվ կար մի օրինակ հետաքրքիր բան։ Մենք գիտենք, որ մինչև Գագիկ առաջին պաշտոնական ծես թագավորի օծման հայրական կարգով, այսինքն աշակունիների շրջանից եղած կարգով չի եղել։ Եվ սա Գագիկի տեքստում Գագիկի մասին տեքստում ուրհայեցու արձանագրված է, որ առաջինը Գագիկի դեպքում եղավ։ Ճիշտ է, այնտեղ կա տարընթերցում գուցե Աշոտ ողորմածն է, բայց տարբերությունը մեծ չի։ Հիմա մենք գիտենք մի բան։ Դրասանագերտին ներկայացնելով Աշոտ Երկաթի թագադրությունը, ասում է Աշոտ Երկաթին թագադրեցին վրաց թագավորը եւ իր զորքը։ Այսինքն ակնհայտ նշում է, որ ինքը ներկա չի եղել։ Վստահաբար ներկա չի եղել նաեւ Աբասի թագադրությանը, որտեղ ինքը վասպուրականում էր, իսկ Աբասը այրարատում։ Այսինքն տեսնում ենք, որ կա տարբերակ, որ կարող էր թագավորին թագադրել մեկ այլ հոգևորական, ինչ որ մեկ ուրիշը։ Ըստ որում շեշտված է վրաց թագավորը իր զորքի հետ, այստեղ նույնիսկ վտանգ կա, որ թագադրողը գուցեև հետաքրքիր է այդ եկեղեցուց եղածնից, այսինքն մենք հասկանում ենք, որ այստեղ խնդիր կա։ Իհարկե ես միջև վերջս հարցերը չեմ հասցրել բացահայտել, բայց ակնհայտ է, որ կաթողիկոսը մասնակից չի
Եվ սա ինչ որ խնդիրներ եղել են։ Այո, պետություն եկեղեցի հարաբերություններում եղած հարցերից մեկն է, բայց երբևիցե չի եղել են կոնֆլիկտը, ինչ որ կար արշակունների ժամանակի շատ հակառակը, իրենք նորմալ էլ ընդունում էին, որ թագավորն է որոշում, թե ով պետք է լինի կաթողիկոսը։ Դե պարզ է, ժառանգականության խնդիրը վաղուց դուրս էր եկած, այդ նշանակում է, որ ասում է թագավորը ընտրեց Գևորգ Կարնեցուն, թագավորը ընդունեց ինձ, ասում է, ընտրեց ինձ եւ այլն։